ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային, Հաագայի մարդու իրավունքների եվրոպական դատարաններից Հայաստանն ու Ադրբեջանը հետ կկանչեն միմյանց դեմ ներկայացված հայցերը։ Խաղաղության պայմանագրում Ադրբեջանի պահանջներից մեկն է, որի շուրջ երկար ժամանակ կողմերը համաձայնության չէին գալիս։ Հիմա, երբ պաշտոնական Երևանը համաձայնել է կատարել պահանջը, հայ հանրությունն ու մասնագետներն են անհանգստություն հայտնում։ Կառավարության շենքի դիմաց ակցիաներ են իրականացնում անհետ կորած զինվորների ընտանիքները, արցախցիներն ու հանրության այլ շերտեր, ովքեր դեմ են հայցերից հրաժարվելուն։ Միաժամանակ անհատներն են սկսել հայցերով դիմել տարբեր միջազգային դատարաններ, որոնցից պետությունը հրաժարվել չի կարող։ Ես մի քանի դեպք գիտեմ, որ Արցախի հանրապետության քաղաքացիներ այնտեղից տեղահանվածներ, որոնք մինչ այժմ չէին դիմել մարդու իրավունքների եվրոպական դատարան անհատական գանգատներով, իրենց իրավունքների պաշտպանության համար, խոսքը մեծամասամբ նաև գույքային փոխհատուցում ստանալու համար, քանի որ այնտեղ թողել են իրենց տունը ամբողջ ունեցվածքը, հիմա գիտեմ, որ նրանք փորձում են արագ չնայած ժամկետի խնդիր կա, բայց փորձում են արագ այդ հայցերը անհատապես ներկայացնել մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Մասնագետները մտավախություն ունեն, որ սա նույնպես միակողմանի զիջում է, չեն հավատում, որ Ադրբեջանը պատրաստ է գնալ այդ զիջմանը։ Ակնհայտ է, որ դրանից որևէ դրական հետևանք լինել չի կարող, դրա գագաթնակետը եղավ այն փաստը, որ օրերս Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ շփման ժամանակ հայտնեց, որ Ադրբեջանի հայտերն էլ են հիմնավոր եւ Հայաստանի հայտերը եւ Ադրբեջանի հայտերը դրեց նույն հարթության մեջ փաստացի։ Այն, որ անհատները սկսել են դիմել միջազգային դատարաններ, լավ է, բայց Սիմոնյանն ասում է, ավելի ծանրակշիռ է, երբ պետությունն է դիմում։ Եթե անհատը կարող է դիմել ՄԻԵԴ կամ Հաագայի դատարան, ապա ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան կարող է դիմել բացառապես պետությունը։ Անհատների կողմից գործերի քննությունը նախ ավելի երկար է տևում եւ այստեղ արդեն ոչ թե պետությունն է այս խնդիրը բարձրացնում, այլ անհատների կողմից է բարձրացնում։ Կարծում եմ, որ գլոբալ է ավելի այն հայցերը, գլոբալ են այն հայցերը, որոնք ներկայացնում են պետության անունից, բայց իհարկե մարդու իրավունքների եվրոպական դատարանը դա այն գործիքներից մեկն է, որոնք միջազգային դատական արձաններում կարող են քաղաքացիները օգտագործել իրենց իրավունքները պաշտպանելու համար։ Հերթական վերջ չունեցող զիջումների շարքին է պատկանում այս որոշումը, ասում է Մամիջանյանը։ Վստահ չէ, որ Փաշինյանը բանակցել է Ադրբեջանի հետ կանխելու մի շարք նոր պահանջները։ Ադրբեջանը շարունակաբար նոր պահանջներ է ներկայացնելու եւ ես խիստ կասկածում եմ, որ Փաշինյանը բանակցել է եւ հստակորեն սահմանել է, որ հետագայում Ադրբեջանը օրինակ չի դիմի այսպես կոչված ռեպատրիացիաների համար եւ այլնի համար Ադրբեջանի խոսույթից ակնհայտ է, որ ինքը դա անելու է։ Հետաբար հետագա հերթական թերի բանակցած հակահայկական փաստաթուղթն է պատրաստվում ու կոնկրետ այդ մի կետ է այդ թվում։ Այս ֆոնին Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանն ու ասել, դատի է տալու յուրաքանչյուրին, ով կորոշի միջազգային ատյաններից հետ վերցնել մի ամբողջ ժողովրդի իրավունքների պաշտպանության համար ներկայացված գանգատները։ Ի տարբերություն ձեզ, ես վաղուց օգնել ու օգնում եմ բազմաթիվ մարդկանց, դատի տալու մեզ վրա կրակած ադրբեջանական պետությանն ու հանցագործներին։ Եթե կոկորդ չեմ պատռում ու կուրծք չեմ ծեծում, դա դեռ չի նշանակում, թե պարապ նստած եմ։ Իդեպ ասեմ, որ ես ժամանակին մեծապես օգնել եմ նաև Հայաստանի Հանրապետության լիազոր մարմիններին հավաքագրելու ծանրակշիռ ապացույցներ միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված Հայաստանի Հանրապետության միջպետական գանգատների համար, որոնցից դուք ապօրինի եւ թեթև սոլիկ հրաժարվում եք։ Հետ կվերցնի արդյոք Ադրբեջանը Հայաստանի դեմ ներկայացված հայցերը ցույց կտա ժամանակը, բայց Արցախի բռնաթափելու, Արցախում էթնիկ զտում իրականացնելու, ռազմական ագրեսիա սկսելու եւ հայկական տարածքները օկուպացնելու համար Ադրբեջանը դեռ կմնա անպատիժ։ Սադամ Ակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։